Վերջին տարիներին նկատելիորեն աճել է արտերկրում ուսանող հայերի թիվը, դրան զուգահեռ նաև տեղեկության պահանջը դրսում կրթություն ստանալու հնարավորությունների մասին։ Այդ նպատակով արդեն երկրորդ տարին է EduNetwork կրթական խորհրդատվական ընկերությունը կազմակերպում է կրթական տոնավաճառ, Երևան բերելով աշխարհի հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներին եւ նախապես կազմակերպելով նրանց այցերը դպրոցներ աշակերտների հետ ուղիղ շփման համար։ Կիպրոսից Նիկոսիայի համալսարանի ներկայացուցիչն է, ունենք ներկայացուցիչ Նավիտաս մեծ կրթական հաստատությունից, որը տարբեր երկրներում ունեն համալսարաններ, կանադական բուհեր են ներկայացնում են եվրոպական բուհեր, ունենք Ջեդու կազմակերպության ներկայացուցիչը, ով բրիտանական եւ մի շարք արաբական էմիրություններում գտնվող համալսարաններ է ներկայացնում, ունենք բրիտանական խորհուրդը, որը ներկայացնում է IELTS միջազգային քննությունը, բրիտանական դեսպանատունը իր Չիվնինգ կրթաթոշակով է ներկայանում, շվեդական դեսպանատունը իր կրթական մի շարք կրթաթոշակներով։ Մարիա Կոսմադակին ներկայացնում է Նիկոսիայի համալսարանի ավելի քան 100 կրթական ծրագիր, իսկ Քրիստինա Դերգաչևան տարածաշրջանային կրթական հնարավորությունները։ Փորձագետները տպավորված են մեր դպրոցականների օտար լեզուների իմացությամբ եւ նրանց ձգտումով շարունակել ուսումը արտասահմանում, բացահայտել նոր մշակույթներ ու զարգանալ։ Նրանց համոզմամբ նման փորձը մարդկանց ավելի է մոտեցնում, օգնում է ճանաչել ու հարգել միմյանց։ Ես ներկայացրեցի մեր համալսարանի հաջողություններն ու Աթենքում գործող նոր կամպուսը։ Ընդունվելու համար պահանջվում են ավագ դպրոցի ավարտական փաստաթուղթ եւ անգլերենի իմացության հավաստագիր։ Ուսանողները ոգևորված են, ցանկանում են սովորել, ճամփորդել ու բացահայտել աշխարհը։ Դա նրանց տալիս է ավելի լայն տեսադաշտ եւ ձևավորում համաշխարհային քաղաքացու մտածելակերպ։ Ստեղծվում են նոր հնարավորություններ, կապերն ավելի սերտ են դառնում եւ կարծում եմ հենց այս արժեքներն են, որ կձևավորեն վաղվա սերնդին։ Արտասահմանում ուսանելը երիտասարդին տալիս է ոչ միայն գիտելիք, այլև ինքնուրույնություն ու վստահություն, սակայն ըստ Շուշան Զաքարյանի այսօր Հայաստանում կրթական գործընթացները եւս զարգանում են, շարժվելով միջազգային չափանիշներին համահունչ։ Մեր կրթական համակարգը բավականին աշխուժ է եւ բավականին նոր կրթական ներդրումներ են մեր երկրում տեղի ունենում, որը շատ գովելի է, սկսած այս կրթական նոր չափորոշիչներից, որոնք տալիս են լայն հնարավորություն մեր աշակերտներին այդ նախագծային ուսուցմանը հասկանալ, թե ինչ բան է իրենից ներկայացնում նախագծային ուսուցումը, կարողանալ ինքնարտահայտվելու, կարողանալ ել ավելի զարգացնելու իրենց սովորածը։ Մեկօրյա կրթական տոնավաճառի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղել տեղում։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։